Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօրվանից 168-ում մեկնարկում ենք նոր հաղորդաշար առողջապահության մասին, ուստի առաջարկում եմ ձեզ բաժանորդագրվել 168-ի ֆեյսբուքյան և յութուբյան ալիքներին, տալ հարցեր և այդ հարցերի պատասխանները դուք կստանաք հետագա հաղորդաշարերի ընթացքում։ Իսկ այսօրվա հաղորդաշարը ես ուզում եմ սկսել ժողովրդագրական այնպիսի կարևորագույն հարցերից, որը որ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ժողովրդագրական ցուցանիշների ամենակարևոր կոմպոնենտներից մեկը դա առողջապահական ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և այնպիսի բուժական խնդիրները, որոնք որ ծնելիության մոտիվացման մեջ բավականին կարևոր նշանակություն ունեն։ Մինչ այդ ուզում եմ արձանագրել, որ սոցիալական խնդիրները Հայաստանի Հանրապետությունում գնալով էլ ավելի են խորանում։ Առաջին ամուսնության տարիքի բարձրացումը և սեռով պայմանավորված աբորտների մեծ քանակները բերում են նրան, որ մենք խիստ կատաստրոֆիկ ծնելիության ցուցանիշներ ենք ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Դուք այժմ տեսնում եք 2023 և 2024 թվականների համեմատականը։ 2024 թվականին ծնվել է 33,648 երեխա, ինչը շուրջ 3000-ով պակաս է 2024 թվականից, այսինքն մեկ տարվա մեջ ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 8%-ով։ Հայաստանի Հանրապետությունում խիստ իջել են ամուսնությունների թիվը, 25%-ով վերջի 10 տարիների ընթացքում իջել են ամուսնությունների թիվը, ինչպես նաև բարձրացել են ամուսնության տարիքը։ Ուրեմն տղամարդկանց մոտ ամուսնության տարիքը 28,7-ից դարձել է 30,5, իսկ կանանց մոտ 25-ից 27,1։ Ժողովրդագրական այս տեղաշարժը ուղեկցվում է 20-ից 29 տարեկան բնակչության նվազող համամասնությամբ, որը նույն ժամանակահատվածում 18,7-ից նվազել է մինչև 13%։ Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ծերացող բնակչություն ունեցող երկիր, դա խոսում է նրա մասին, որ մարդահամարի համաձայն Հայաստանում 60+ տարեկանների տեսակարար կշիռը 2001 թվականին կազմել է 14,3%, իսկ 21 թվականին արդեն մենք ունենք 19,3%։ Եվ այս ամենի համատեքստում հաշվի առնելով, որ արդեն երիտասարդ բնակչությունը ուշ են ամուսնանում, քիչ են ամուսնանում, դրա ֆոնի վրա պետք է ունենանք ծրագրեր, պետական ծրագրեր, որոնք որ խթանեն ծնելիության մակարդակի բարձրացումը, բայց մենք ինչ ենք ունենում։ Հայաստանի Հանրապետությունում տեսնում ենք, որ պայքարը, որը 2013 թվականից էր սկսվել, աբորտների դեմ պայքարը, ինչպես նաև սեռով պայմանավորված ընդհատումներն էին բավականին մեծ աշխատանքներ տարվում, որպեսզի չլիներ, այս պահին մենք ունենք հակառակ պատկերը։ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ են տղաներ ծնվում, քան աղջիկներ, 100 աղջկան միջինը հասնում է 110 տղա, ինչը ենթադրում է, որ մենք արդյունքում մոտակա 10-15 տարիների ընթացքում ունենալու ենք ավելի վատ ժողովրդագրական պատկեր, որովհետև երկրի ծնելիության ցուցանիշը հաշվարկվում է նաև աղջիկ երեխաների քանակով։ Եվ որպեսզի մենք ծերացող ազգից տեղափոխվենք ավելի լավ ժողովրդագրական ցուցանիշներին, պետք է ընտանիքներում առնվազն միջին հաշվարկով 2-1 երեխա ծնվեն, այսինքն ընտանեկան զույգերին 2-3 երեխայից ավել պետք է լինեն, որ ժողովրդագրական ցուցանիշը մոտակա տարիների ընթացքում փոխվի։ Բայց ինչ է անում առողջապահության նախարարությունը։ Առողջապահության նախարարությունը բացի այն, որ չի պայքարում արհեստական հղիության ընդհատման ծրագրերի դեմ,
ինչպես նաև չի մոտիվացնում ծնելիությունը, որի արդյունքում մենք ունենում ենք հեշտացված արհեստական ընդհատումներ հղիությունների, որը բերելու է ել ավելի իջեցման ժողովրդագրական ցուցանիշներում ծնելիությունը։ Խոսենք նաև մահացության ցուցանիշների մասին։ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ 5.2%-ով բարձրացել են մահացության ցուցանիշները։ Մահացության ցուցանիշների առաջի տեղում գտնվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, որի պրոֆիլակտիկայի համար, կանխարգելման համար, այսինքն կարող ենք փաստել կատարվող միջոցառումները եւս ոչ արդյունավետ են եղել։ Եվ մյուս ցուցանիշը, որը որ շատ կարևոր է այս թեմայի կոնտեքստում, դա մայրական մահացության ցուցանիշն է, որը 2000 թվականին է ամենաբարձրը եղել եւ այդ ամենաբարձր ցուցանիշին հասնող թիվը մենք ունեցել ենք նաեւ 2021 թվականին։ Ինչու եմ այս թվերը ես ձեզ ներկայացնում, որպեսզի պարզ լինի, թե մենք ուր ենք գնում եւ ինչ ավելի վատ ցուցանիշներ ենք ունենալու, եթե շարունակվի այս ազգակործան քաղաքականությունը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իդեմս առողջապահության նախարարության մի փոփոխություն է կատարել հղիությունների արհեստական ընդհատման չափորոշիչում, որի արդյունքում մենք ունենալու ենք եւ մայրական մահացության ցուցանիշների բարձրացում եւ ունենալու ենք ծնելիության ել ավելի խիստ անկում։ Խոսքը վերաբերվում է նրան, որ առողջապահության նախարարության համապատասխան փոփոխությամբ մինչև 8 շաբաթական հղիությունների ընդհատումը թույլ է տրվում մանկաբարձություն եւ գինեկոլոգիա ունեցող արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին։ Մինչ այդ աբորտները բացառապես կատարվել են հիվանդանոցային պայմաններում։ Ինչու՞, որովհետև հիվանդանոցային պայմաններում աբորտները կատարվել են հաշվի առնելով այդ բժշկական միջամտության բարդությունները։ Նախկինը շատ երկար աշխատում են կնոջ հետ այդ միջամտությունը կատարելուց առաջ։ Կինը պետք է տեղյակ լինի բարդությունների մասին։ Բժիշկը պետք է կնոջը տեղեկացնի մոտալուտ բարդությունների եւ հեռակա բարդությունների մասին։ Մոտակա բարդություններից են դրանք արյունահոսությունները, տարբեր տեսակի վարակային հիվանդությունների տարածումները։ Հետագա բարդություններից է երկրորդային չբերությունը, որը որ խիստ կարող է անդրադառնալ նաեւ ընդհանուր մեր վիճակագրության վրա։ Ինչպես նաև բժիշկը համապատասխան փաստաթղթաշրջանառության շրջանակներում կնոջը տալիս է ժամանակ մտածելու այդ միջամտությունը կատարելուց առաջ եւ կամ բավականին հետաքրքիր ուրեմն վիճակագրություն մոտ 70% դեպքերում այն կինը, որը գնում է մտածելու, այլևս չի վերադառնում հղիության ընդհատման եւ այդ երեխաները ծնվում են։ Հիմա ինչ է ասում առողջապահության նախարարությունը, ասում է դուք մինչև 8 շաբաթական հղիությունը կարող եք գնալ ձեր մոտակա արտահիվանդանոցային բժշկական օգնություն մատուցող կազմակերպություններում, որտեղ կա գինեկոլոգի եւ մանկաբարձի կաբինետ եւ այնտեղ ստանաք դեղորայքի ուրեմն տրամադրում, որի արդյունքում կընդհատվի հղիություն, այսինքն կկատարվի դեղորայքային աբորտ։ Ու այստեղ է առաջանում ամենակարևոր հակասությունը, ուրեմն դեղորայքային աբորտ կատարելուց առաջ, այսինքն հեշտացնում ենք մենք այս աբորտների իրականացումը, որի արդյունքում կինը մոտենում է մոտակա ամբուլատորիա, որտեղ չի հետազոտվում, որովհետև այն կենտրոնները, որոնք ունեն
մանկաբարձական կամ գինեկոլոգիական կաբինետներ, նրանք պարտադիր պահանջ չէ լիցենզավորման ուրեմն կառավարության որոշումով, որ պետք է ունենան օրինակ լաբորատորիա, ունենան սոնոգրաֆիա, որի արդյունքում այդ կինը տվյալ արտահիվանդանոցային բժշկական հիմնարկում չի հետազոտվում։ Այսինքն բժիշկը դեղորայքային աբորտ կատարելուց առաջ չի կարողանում, չի հասկանում, չի ախտորոշում այն խնդիրները, որը կարող է ունենալ կինը։ Օրինակ, չի կատարվում արյան հետազոտություն մակարդելության հետ կապված, չի որոշվում կնոջ ռեզուս պատկանելիությունը եւ արյան խումբը, ինչպես նաեւ չի կատարվում սոնոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի հասկանան պտուղի տեղակայումը, որի արդյունքում կխուսափեն այնպիսի լուրջ բարդություններից, ինչպիսին է օրինակ չախտորոշված արտարգանդային հղիությունը, որովհետև դեղորայքային ընդհատման կլինիկան, ցավային ախտանիշ շկծկումները շատ նման են արտահիվանդանոցային հղիության կլինիկային եւ արդյունքում մենք կարող ենք ունենալ ուշացած ախտորոշված արտարգանդային հղիություն։ Եվ սրա արդյունքում մենք ունենալու ենք եւ բարդությունների մի մեծ տարապ առողջապահությունում, ունենալու ենք Աստված մի արասցե մինչև մահվան դեպքեր։ Եվ հեռակա բարդությունները, նորից եմ կրկնում, դա երկրորդային չբերությունն է։ Եվ հետաքրքիր մի բան ձեզ ասեմ, որ չնայած նրա, որ փոխել են այդ իրավական ակտը եւ թույլ են տալիս արտահիվանդանոցային հիմնարկներում կատարել այդ միջամտությունը, բայց չեն փոխել գործելակարգը։ Ուրեմն դեղորայքային աբորտի մասին, դեղորայքային աբորտը օրենսդրությամբ թույլատրվում է կատարվել ստացիոնար բուժ հաստատություններում, որտեղ կարող է շուրջօրյա տրամադրվել անհետաձգելի օգնություն, թերի վիժման եւ կողմնակի երևույթների դեպքում, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել ասպիրացիա, անհրաժեշտ դեպքերում արյան փոխներարկում, շոկի բուժում եւ անհետաձգելի այլ միջոցառումներ։ Այսինքն կիսատ-պռատ իրավական ակտի ստեղծման արդյունքում մենք չենք հասկանում ինչպես է լինելու այս կանանց ճակատագիրը։ Եվ հետաքրքիր մի փաստ եւս, որ անպայման այդ չափորոշիչով ասում է, որ ցանկացած աբորտի դեպքում դեղորայքային եւ ոչ դեղորայքային վիրահատական կինը պարտավոր է բժիշկը պահել կնոջը հսկողության տակ 4 ժամից սկսած մինչև այնքան, ինչքան անհրաժեշտ է ըստ կլինիկայի։ Իսկ արտահիվանդանոցային պայմաններում շատ հաճախ դա անել հնարավոր չէ։ Եվ հաջորդ փոփոխությունը, որը կատարվել է նույն իրավական ակտում, դա այն է, որ մինչև 16 տարեկան երեխաների աբորտը կատարվում է ծնողի գրավոր թույլտվությամբ, իսկ 16-ից 18 տարեկան հասակում անչափահասը կարող է գնալ առանց ծնողի թույլտվության եւ կատարել արհեստական ընդհատումը։ Այսինքն առողջապահության նախարարությունը վերցրել է ամենախոցելի խումբը 16-ից 17 տարեկան երիտասարդների խումբը, որը որ կարող է առանց ծնողի դիմել մոտակա արտահիվանդանոցային բժշկական օգնության ծառայություն մատուցող կաբինետը եւ այնտեղ ստանա այդ դեղորայքային աբորտի նշանակման թերթիկը կամ տեղում կատարել այդ աբորտը, որի արդյունքում մենք ունենալու ենք անկառավարելի շատացում այս աբորտների թվի եւ ոչ ճիշտ հսկողության արդյունք նախաև հետ աբորտային շրջաններում, որի արդյունքում այս երեխաները, որոնց մոտ ոչ սեռական օրգաններն են մինչև վերջ զարգացած, ոչ հորմոնալ ֆոնն է մինչև վերջ զարգացած, որովհետև նրանք այդ շրջանում զարգացման փուլում են գտնվում, այս երեխաների մոտ մենք ունենալու ենք երկրորդային չբերության
ուրեմն զարգացումները, ինչպես նաև շատ կարևոր է նաև այդ հղիության պատճառների ուսումնասիրությունը, որովհետև չի բացառում, որ այդ տարիքում բռնության արդյունքում անչափահասների հղիության դեպքեր գրանցվել, որը որ այս ճանապարհով գուցեև չկարողանան հայտնաբերել եւ ծնողը մինչև վերջ չիմանա դրա մասին։ Նախորդ իրավական կարգավորումն այնպիսին էր, որ անչափահաս երեխայի, այսինքն մինչև 18 տարեկան երեխաների աբորտը իրականացում էր ծնողի գրավոր թույլտվությամբ, որը որ այս նոր կարգավորումով փոխվել է։ Եվ ուզում եմ խոսել նաև դեղորայքների մասին, որը կիրառվում է այս հղիության ընդհատման ժամանակ։ Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականից գրանցել են դեղորայքային շուկայում այն դեղորայքը, որով որ կատարվում է հղիության դեղորայքային ընդհատումը։ Դրանք ուրեմն մեֆիպրիստոն եւ միզոպրոստոլ պարունակող դեղորայքներն են, սակայն մի տարօրինակ հետաքրքիր իրողություն կա այս դեղորայքների մեջ։ Հայտնի ուրեմն սայտոտեկը, որը որ օգտագործվում է այս ուրեմն հղիության ընդհատման համար, հղիության արհեստական ընդհատումը այդ դեղի ընդամենը կողմնակի ազդեցությունն է եւ ամենակարևորը դեղը, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ունի մեկ հակացուցում։ Դա մինչև 18 տարեկանն է եւ դեղի օգտագործման ցուցումները դա ստամոքսի հետ կապված պաթոլոգիաների բուժման համար է։ Եվ այս պրեպարատը մտցնելով առողջապահական տարբեր տեսակի գործելակարգերի մեջ, մենք ինչ ենք անում, եթե Աստված մի արասցե մենք ունենանք հղիության ընդհատման հետ կապված բարդություններ, սկսած ալերգիկ անաֆիլակտիկ շոկից վերջացրած արյունահոսությունները, ապա բժիշկը ապահոված չի լինելու այդ ճիշտ դեղորայքի նշանակումով, որովհետև դեղը Հայաստանում գրանցված է որպես ստամոքսի պաթոլոգիաների բուժման համար նախատեսված դեպք, իսկ հղիության ընդհատումը դա իր կողմնակի երևույթն է։ Իսկ այս նույն դեղի ջեներիկ տարբերակը, այսինքն բրենդը գրանցվել է որպես ստամոքս աղիքային համակարգի վրա ազդող դեղ, իսկ ջեներիկ տարբերակը նույն ազդող նյութով եւ նույն դեղի դոզայով գրանցված է որպես միակ ցուցումը հղիությունների արհեստական ընդհատում։ Եվ այս հաղորդման ընթացքում ուզում եմ կոչ անել մեր գինեկոլոգներին ուշադիր լինել, որովհետև եթե դուք նշանակում եք բրենդը, ապա դուք խախտում եք ըստ ցուցման դեղը նշանակելու կարգը։ Իսկ եթե դուք նշանակում եք ջեներիկը, ապա այնտեղ միակ ցուցումը դա դեղորայքային աբորտն է։ Այո, ես հասկանում եմ, որ սա անհեթեթություն է, որը որ ես ձեզ հիմա ասում եմ, բայց սա այս անհեթեթությունը կազմակերպել է առողջապահության նախարարությունը իդեմս դեղերի գրանցման գործակալության։ Եվ ամենակարևորը նորից եմ ուզում կրկնել, որ դեղի հակացությունների մեջ է մինչև 18 տարեկանը, այսինքն 16 տարեկանից սկսած 16-ից 18 տարեկան երեխան, որ 8 շաբաթականում դիմում է եւ ուզում է դեղորայքային աբորտ անել, հա, արտահիվանդանոցային կազմակերպությունում, այդ բժիշկը պետք է մտածի, արդյոք այդ դեղը, որ նշանակում է, թույլատրելի է մինչև 18 տարեկանը նշանակելու համար։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, ուզում եմ նորից հիշեցնել ձեզ, որ դուք կարող եք հետևել 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին, բաժանորդագրվել եւ տալ ձեր հարցերը, որի շրջանակներում կձևավորվեն մեր հետագա հաղորդումները։ Շնորհակալություն ուշադրության համար։